Փաշողն ու ուրեմն դու դարձել ես այն միակ ղեկավարը, որի ինչ ուզես մեր գլխին կանես, մենք էլ քեզ կներենք, հա։ Դու հետո ես դարձել, ընկել ես երկիր ոլորակի լենք երկենքը չափում ես, Թրամփին ես խնդրում, Մակրոնին ես խնդրում, որ քեզ պազերժ կանեն, որ դու նորից մնաս, հա։ Քեզ մնալ չկա, դու հասկացի, դու պրծել ես վաղուցի վեր, դու գնալու ես, գնալու։ Թրամփին ասում ես մենք ձեզ ներկայացնենք Նոբելյան մրցանակի, գնում ես Մակրոնի մոտ, ընդ հարցազրույց ես տալիս, իրանց լրագրողներից մեկին ասում ես, թե ես երկրում պահել եմ տարածքային ամբողջական, դու ես պահել, լսի, հələ մի հատ նայ, ոսկեպարից բռնացրած իրանցով, այդ բանը Գորիսկապան ճանապարհով, այնտեղ բոլորով ջերմուկով, բոլոր տեղերով դու տալիս ես, դու այսօր եկել ես կանգնել ես, ասում ես, թե այնտեղ Ֆրանսիայում ասում ես, թե ես պահել եմ Հայաստանի, դու ես պահել, հա, այս շնից ծնված, դու ես պահել, դու ես բոլորի համար պատասխան ես տալու, դու չկարծես, դու որ անցնելու ես, ասա անցուկ մորցուկ անելու, անցուկ մորցուկ չկա, և հետո, ուզում եմ եկել մի հատ խոսել այդ Ժաննա Անդրեասյանի մասին, աղջի էй, քաղաքական պոռնիկ, քեզ հերիք չէ լավ, կանգնել ես ասում ես, թե բանը, Հայաստանում պահանջարկ կա թուրքական դպրոցների, այդ ում համար ես բացում թուրքական դպրոցը, աղջի, հը, ում համար ես բացում թուրքական դպրոցը, որ ես մատաղ սերունդը գնա թուրքական դպրոց, հա, ասում ես, բանը, այսօր թուրքերեն, վաղն էլ դարձնելու ես ադրբեջաներեն, լսի դու ով ես, որ քեզ մեքենա ես սպասարկում, դու դուրս արի ժողովրդի մեջ, կտենաս քեզնից ինչ կմնա, նույն էլ Փաշողլուն եմ ասում, դուրս եկեք ժողովրդի մեջ եւ ընդհանրապես ամբողջ ԿՊ-ն, դուրս եկեք այդ ստից, որ մի հատ ձեզ նկարում են, բան, կադրեր են գցում, եթեր բան, իբր թե դուք ժողովրդի մեջ եք ման, դուք եք ժողովրդի մեջ ման գալի, ձեր վիզը ջարդելու է ժողովուրդը, ձեր վիզը ջարդելու է, այն օրնա ձեզ գցելու որ ուղղակի չգիտեմ ձեզ ինչ անելու, աղջի Ժաննա Անդրեասյան, ոնց անենք, որ մենք քեզ հանենք այդ թուրքերի տակից, հա, այդ ինչ ծրագրեր ես բերում, դու չես մտածում, որ դու դրանց համար պետք է պատասխան, լսի կապ չունի այսօր քո այդ Պողոս Պետրոսը, որ կանգնար հələ մի հատ էլ ասեցիր, թե բան, Նժդեհը ֆաշիստ, աղջի ֆաշիստը դու ես, այ ֆաշիստ, քեզնից լավ ֆաշիստ էլ ո՞րն է մանգան քեզնից լավ ֆաշիստ, ամբողջ աշխարհը դրե Նժդեհի ուսմունքն է ուսումնասիրում, դու այսօր կանգնել ես մեր լավագույն հայերից մեկին կանգնել ասում ես, թե ինքը ֆաշիստ է, ֆաշիստը դու ես, որ թուրքական դպրոցների բացում ես անկանի հայկական դպրոց ես պակել, այ դու էդ ասա, դու սրանց համար պատասխան, հայոց լեզվի ժամերը կրճատվել է դպրոցներում, այդ դասագրքերներ դասագիրք չեն, խոտան, դու դրանց համար պատասխան ես, և հետո, Փաշողն դու այնքան պարապես, որ արդեն ընկել ես խաչեր ես հավաքում գյուղերից, այ խաչով այ առանց խաչ թաղվես, որ թաղվելու ես, Փաշազադեի հողն ու փոշին արևի տլնի, թուրքերի հողն ու փոշին արևի տլնի, այ լափամանով սնվող, ինչ ես ուզում դու ժողովրդից, դու ես գործ ունես իմ լուսագյուղի, լսի դու ինչ գործ ունես իմ լուսագյուղի եկեղեցու հետ, ինչ գործ ունես, թռնում ես մեկ Հովանավանք, մեկ Թալին, հիմա էլ հասար Աբարան, Աբարանցիները Աբարանցի չէին, քեզ նենց պետք է այդ գնացողներին, ով որ հանձնարարություններ կա, նենց պետք է դրանց գլուխները թողեին այդ եկեղեցու այդ տարածքում, որ դուք իմանաք, մյուս անգամ չհամարձակվես, դու շատ ցավ ես ապրում, 1918 թվի Աբարանի հաղթանակից, որովհետև այդտեղից մենք մեր անկախությունը կերտեցինք Սարդարապետի հետ միասին, դու այսօր ինչ ես կանգնել, ինչ ես ուզում ես անմեղ ժողովրդից, մի հատ կարաս ասես, մյուս անգամ քո ոտը չընկնի Աբարան, ես քեզ ասում եմ, ես աբարանցի եմ, իմ ծնողներն աբարանցի են, մենք 7 պորտով աբարանցի ենք, ես քեզ ասում եմ, հանգարց քո ոտը չընկնի Աբարան, ոտերդ կջարդեմ, էլ ջար չկա քեզանից փրկվելու, հələ որ ոտերի ջարդվելով պրծնես լավ է, և հետո կանգնել ես, գնացել ես խաղաղություն ես բերում, հացահատիկ, այդ հացահատիկը այդ անասնակերը, դու գեր, կակրաս կոնտանիքը, իսկ եվիս կոնտանիքը, դրա թետնացուն է, դերեք կերեք, ուտեք որ սատկեք,
ուտեք, որ սատկեք, 1000 ու մի հիվանդություն ստանաք, որ ձեզանից ուրիշ ձև չենք կարում փրկվենք։ Չգիտեմ, լսի, եւ հետո ուզում եմ մի հատ էլ այդ Մանվելի մասին խոսել, Մանվել Սարգսյանը, եթե չեմ սխալվում, որ Իջևանից եկել է, իրան բերել են Իջևանից։ Ինքը կենտրոնում ինչ որ կանաչապատումում աշխատում, լսի, I have Մանվել, այ չխոտկա, այ սիլոտկա։ Դու ընդեղից եկել ես, Փաշողլուն ես, հա, օգնում, գնում հասնում ես Հովանավանք, գնում ես երևի Թալինում էլ ես եղել, չեմ նայել, կամ էլ իմ Աբարանում, իմ Լուսագյուղում էլ չեմ, էդի հենց չեմ տեսել, որ մի հատ մանրամասն նայեմ, դու իմ ձեռը չես բրցնելու, դու ով ես, որ քեզ ասել են բանը, արիստեղ, այսենց գործարքներ որ կլինի, քանի կար այն ծառերի կտրման ժամանակ էր մասնակցում, ժողովրդի աչքին թոզ էր փչում, թե ծառերը որտնած ծառեր են, որտնածը դու ես, քո ուղեղն է, այ լկտի, Իջևանից եկել ես մկանշեր ես դարձել Փաշողլու համար, հա, մի հատ էլ բուքսիր ես էլի դարձել իր համար, որ կանգնել ես իրան օգնում ես, իրա ինչն ես օգնում, հա, ինչի ես եկել, Իջևանում գործ չկար, որ քրքրեմ իրա շատ հավանական է, որ իրա բարեկամն լնես, դուք էիք մնացել, ինչքան քյոր, քյաչալ, անտերշուն կար, սա դարձել եք իրա օգնականները, եւ հետո Փաշողլու հետ էլ իմացի, որ արդեն մարդիկ շներին, փողոցային շներին, որ քացով խփում են, 1000 անգամ ներողություն, ես որ ասում եմ քացով, փոխաբերական իմաստով, որ ուզում են հեռացնել իրանցից, ասում են Պաշոլ Նիկոլ, արդեն քեզ տենց է, շներին տենց են դիմում, ընենց որ լավ իմացի, շատ լավ իմացի, արդեն ենքան որ ժողովուրդը քեզ ատում է ամենավերջին ձևով, եւ հետո բանը, ես ուզում եմ խոսել նաեւ երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի մասին, որին մենք բոլորը շատ մեծ տեղ ենք տալիս, առավել քան ասում եմ ծառի հաստությունը, ծառի տարիքը երևում է իրա կտրելուց հետո, մենք հիմա ենք զգում Վազգեն Սարգսյանի եւ ամբողջ հոկտեմբերի 27-ի բոլորի բացակայությունը, եւ հետո դու լսի Վազգենի աղբեր, դու ինչ աղբեր, լսի, հա, դու ինչ աղբեր, դու նրանից նշույլ չունես, որ նայում եմ, դուք տարբեր մարդիկ եք, անգամ դու հայի դիմագիծ էլ չունես, եւ հետո դու կանգնել ես, ասում ես ամուլ սարը պետք է բացվի ինչ անի, որ քո աղջիկը գնա Գերմանիաները սովորի, ասես դուստերս Գերմանիայում է սովորում, այդ փողերը քեզ որտեղից, հա? Քեզ որտեղից, դրա համար էլ ես վստահ եմ, որ քո ընտանիքը, իր այդ աղջկատ ընտանիքը ոչ էլ ստեղ է, ասել ես գնացեք, որովհետև մեզ պատերազմած, դուք հանգարց չգնեք այդ պատերազմի մեջ, դուք գնացեք, դու համարձակվես ամուր սարը բացել տաս, ես ասում եմ քեզ, ես կհետապնդեմ ձեզ, եւ հետո ես մոռացա ասել, Փաշողլու, այդ հացահատիկը ոնց որ բերել ես, անգամ ղազախական թերթեր են գրել, որ դա թունավոր է, դու բերել ես հիմա էլ արդեն չես իմանում, է ժողովրդի հետ ոնց խոսած, բռնես հիմա էլ թունավորումներ, մի բան, այսօր կերանք մի ամիս, 2 ամիս, մի տարի հետո արդեն դրա ազդեցությունը մենք կզգանք մեր օր, լսի ոնց որ բերել ես, ընենց էլ հետ ուղարկի, ես սովորաբար ասում են հացը սրբությունը, բայց ես նման սրբությունը չեմ ընդունում, եւ ժողովուրդն էլ ոչ մեկը չի ընդունում, ոնց որ բերել ես, ընենց էլ հետ ուղարկի, ինձ պետք չի Թուրքիայի, Ադրբեջանի տարածքով եկած ծորենը, ես քեզ ասում եմ, ինձ պետք չի, ոնց որ բերել ես, ընենց էլ հետ ուղարկի, ինչ ես ուզում ես ժողովրդից, ինչ ես ընկել ես ժողովրդի հետևից, լսի, Արջևում ընտրություններ է, լավ իմացի, եւ եթե ես ասում եմ ընտրություններ, հարգելի ժողովուրդ, վաղը չեմիսօրը, վաղարշապատում ընտրություններ է, ես խնդրում եմ, ով ինչ խնդիր ունի, ով սիրում է, չի սիրում, ատում է, ինչ է անում, բոլորս գնում ենք, ով աղանդավոր չի, ինչ է, ինչ չի, բոլորս գնում ենք ընտրության, ոչ մի ձայն ԿՊ-ին, ոչ մի ձայն, շատ ամոթ մեզ, որ գոնե մի ձայն մենք իրանց պետք է տանք, ոչ մի ձայն, ոչ մի ԿՊ, ԿՊ-ն մեռած է, ԿՊ-ն սատկած է, լավ իմացեք, հերիք է լավ ձեզ, լսի գնա ընտանիքի տիրություն արա, իմացի այս հարցերով, դու չլնես, դու ով ես, որպես ղեկավար ես, մի հատ էլ ասում ես, կառավարությունը ես եմ, դու ով ես, դու ով ես, քեզ ով ասել, որ դու կառավարություն ես,
Դու ոչ մի բան, դու մի ոչնչություն։ Որ մտածում եմ այդ Ժաննա Անդրեասյանն այդ ոչ լի աղիքը։ Ասում եմ բերենք, ստե բերում ենք բանը, թուրքական դպրոցներ, դրա պահանջարկը կա, ուրեմն Թուրքիայից ոտ-ոտ բերում ես, հա։ Դու կտենաս քեզ, աղջիկ։ Ես ասում եմ, վրեդ հալ չկա, բայց ես քեզ մի հատ այն օր հայ աղջիկը ասում եմ, այդ Արսեն Թորոսյան, այդ չխոտկեն կանգնի ասում եմ, հայ աղջիկը արդեն ի վիճակի չի երեխա ծնելու, բա դու նես դեղեր տվեցիր, այ վիզը տակըտ մնա, դու նես դեղեր տվեցիր, հիմա էլ կանգնել ես ասում ես հայ աղջիկը, հայ կինը, անենց պայմաններում երեխա ունեցել, եթե ինքը 15 թվին այդ ճանապարհին, այդ ողբերգության մեջ, այդ եղերնի, այդ արհավիրքը տենալուց հետո ինքը երեխայա ծննդաբերում ճանապարհին, հիմա առավել քան ջահելներ ջան, ինչքան կարակ շուշուտ ամուսնացեք, շատ երեխեք, ոնց կբերեք, դա կարևոր չի, ինչքան շատ երեխա, այնքան ձեր պատիվն է, լավ իմացեք, սրանց հախից այլևս ուրիշ ձև հնարավոր չկա, մի հատ էլ ասում էիր, թե այ չխոտ կա, ասում էիր աղջիկ ունենայի, ես իմ աղջկան էլ սրսկել կտայի, տո տղեկից սրսկել դու, որ այդ քոքու բուսը կտրվի, Թուրքերը երբ որ գնում էին, այդ հոմ ես եմ տեսել իմ աչքով, ես երազխում էի աշխատում, ես տեսել եմ, թե թուրքերը ինչ առոք, փառոք, հավով, թռշնով, բադով, սագով, գնացել են անասուններով, իրանց այն ամենավերջին են խոտի դեզնել տարել են, դու հիմա կանգնել եք, նրանք ընդեղից ասում են, չէ պետք է այն Ալիևը, այն բեղլու չելացը, կանգնել ասում է, թե պետք է 500,000 կես միլիոն, ասում է հայ բերեմ, ոտերս կուտես, թե դու 500,000 հայ կբերես, բան թուրք կբերես, դու ով ես, մենք լայախ չենք անում ձեր մոտ գալ, մենք ձեզ արհամարում ենք, դու բերում ես, թե հենց մի հատ թուրք, դու բերել ես, ես մի հատ թուրք տեսել եմ Երևանում, Հայաստանում, ես անձնական հաշվեհարդար եմ տեսնելու նրանց հետ, չհամարձակվես բերել, լսում ես, Իշակ, լսի, ես քո համար եմ ասում, որ հանգար չհամարձակվես, և Սերժ Սարգսյանը դրանց բոլորին և գումարնատվե, և գույքի համար, և առանձին ամեն ինչի համար վճարել է, ու իրանք ստե եղել են 130,000, որ ոչ թե, այդ ինչ թիվ ես ասում, իսկ Բաքվից եկած հայերը, ստացան նրանք գումարներ, ոչ մեկը, նրանք ընդեղ ինչ ապրուստ թողեցին, ինչ ապրուստ, այնպես ինչպես արցախցիներ ջան, ես ասում եմ, մենք գնալու ենք Արցախ, Փաշողլու, լսում ես, մենք գնալու ենք Արցախ, դու այն ժամանակ արդեն սատկած էլ կլնես, մեկա, մենք քեզ հաշվի էլ չենք առնելու, այդ քո գժական թուղթը ցույց ենք տալու մակում, որ դու ես եղել, նենց որ լավ իմացի, դու այդ գժական թուղթը մեր ձեռքը, ժողովրդի ձեռքը արդեն կա, այդ որ դու ով ես, դու այն վիճակում ժողովրդը քեզ գցելու, որ դու չես պատկերացնում, չես հասցնելու փախնես, դու քո փախնելը գիտես անվտանգությունում ալնելու, ազգային անվտանգության այդ նկուղում ալնելու, դու այդ ժողովրդին զզվացրել ես նահատակ, էլ տեղ չկա, էլ չենք ուզում, չես հասկանում, լսի, Փաշողլու, այդ որ դու կանգնել ես այդ էկոլոգը, այդ այն կնոջը, որ թողել ես մտնի Հայաստան, դու ինչ իրավունքով ես թողել, պղծվել, դու պղծված, դու բավական չի, որ դու պղծված ես, դու մեկ էլ այդ թուրք պղծվածին ես բերում հասցնում ազգային ժողով, այդ էկոլոգին, ու ասում ես, թե հլեկեք բացատրություններ ես պահանջում, բացատրություններ են, ով է ինքը, այդ բաջին, այդ 40 մաղի փշուր կերածները, ով են դրանք, ով են, մողոլների դրանք եղել են ադրբեջանցիները, իրանք անուն ազգանուն բան, ոչ մի բան չունեն, դրանք եղել են մողոլների ստրուկները, քայլելով եկել են, ու սկսել են տարածվել, ցնգնել, շան նման իրանք ցրտվե թափվել են, հիմա դու եկել ես, դրանց արդեն մեծ տեղ ես տալիս, ասում ես եկեք մտեք, դե որտև քո մի մասն էլ է նրանցից, լսի դու այն մարդն ես,
այն մարդն է, որի մերը 13 տարեկանում սեռական կյանքի մեջ է արդեն մտել։ Ու դուք այն ճանջերի նման չծնված արդեն բեղնավորված եք, այ դուք այդ քոքու բուսն եք, չհամարձակվես մյուս անգամ թուրքերին թողես ստեղ։ Ես ասում եմ, եթե ես մի հատ թուրք եմ տեսել Հայաստան Երևանում, ես ասում եմ իրանց հետ անձնական հաշվեհարդար եմ տեսնել, չհամարձակվես բերել, ով ինչ ասում է, Էրդողանը կասի, Ալիևը կասի, Ռիչարդ Մուրը կասի, որ ասում է թե բանը Նիկոլը մեր մարդն է, Ռիչարդ Մուրը անգլիացի է, բայց զբաղվում է Թուրքիայի գործերով։ Նենց որ ես քեզ ասում եմ, չհամարձակվես որևէ մեկին բերել Հայաստան։ Դու իմացի արդեն քո հետ անձնական գալիս ես Սայաթնովա, լիքը ժողովուրդ ես հավաքում, լիքը ժողովուրդ, իսկ դուք ոստիկաններ ջան իմացեք, որ այս մարդուն մենք փեդով լինի, քարով լինի, ոնց լինի, ճիպոտով լինի, մենք իրան լարելու ենք։ Էլ ձև չկա։ Դու այն ցիլինդրն էլ որ դնում ես, այն ցիլինդրը որ դնում ես։ Գիտես մեր աբարանցիներն ինչ են ասում այդ ցիլինդրի մեջին։ Գիտես, դու արդեն շատ լավ իմացար ցիլինդրի մեջը ինչ են անում մեր աբարանցիները քո համար ու քաշում են քո գլխին։ Եվ հետո սպյուրք խոսքս ուղում եմ ձեզ, առնակամ ենք ելնում։ Մենք ինչքան էլ բոլորս դժգոհ ենք, չենք կարողանում, առանց ձեզ չենք կարող, մեր բնակչության, մեր ժողովրդի, մեր քաղաքացիների հիմնական մասը դրսում է, եկեք միացեք մեզ, որ ակցիաները ալնելու է, ես վստահ եմ, հեսա սրա դեմ ակցիա, էսի ով է, էս նեխած բերանը, մի հատ նորմալ ատամել չկա, որ խոսում է, սենց ուղակի մարդ նողկանք է ապրում իրա խոսելուց, ես ուղակի խնդրում եմ, եկեք միացեք մեզ, մենք ի վիճակի չենք, այսքանը, ողջույններս ձեզ, Սփյուռք ջան, մենակ եկեք միացեք մեզ։